Մոսկվան պատրաստ է խաղաղ կարգավորմանը, եթե Կիևը համաձայնի այն փոխզիջումներին, որոնք Պուտինի խոսքով քննարկվել են Անկորիջի ռուս-ամերիկյան բանակցություններում։ Կրեմլի ղեկավարի խոսքով Թրամփի վարչակազմի ներկայացրած առաջարկները կարող են հիմք դառնալ ապագա խաղաղ համաձայնության համար, իսկ Ռուսաստանն ընդհանուր առմամբ ընդունել է այդ փոխզիջումները։ Պետք է համոզել ուկրաինական կողմին։ Կարծում եմ, դրանք լիովին կարող են հիմք դառնալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի համաձայնության համար։ Պուտինը սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ փոխզիջումների մասին է խոսքը։ Ըստ տարբեր աղբյուրների, Անկորիջում քննարկված առաջարկների թվում են եղել Դոնեցկի շուրջ հնարավոր պայմանավորվածությունները, Խերսոնի եւ Զապորոժիեի ուղղություններում շփման գծի սառեցումը, ինչպես նաեւ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարը։ Քննարկվել են նաեւ Ուկրաինայում ռուսերենի կարգավիճակին եւ ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությանը վերաբերող հարցեր։ Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում Պուտինը հայտարարել է, որ բանակցություններ սկսելու համար ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտություն չկա։ Բանակցություններ սկսելու համար ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտություն չկա։ Մենք բանակցություններ ունեցել ենք եւ մարտական գործողությունները չեն դադարել։ Խոսելով ռազմաճակատում իրավիճակի մասին, Պուտինը պնդել է, որ ռուսական բանակը շարունակում է առաջ խաղացումը եւ գրեթե ամեն օր նոր տարածքներ է վերցնում իր վերահսկողության տակ։ Եվ հենց այդ պատճառով է Կիևը հրադադար ուզում։ Ավելի լավ է ոչ թե կանգնեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը, այլ դադարեցնել պատերազմը ամբողջությամբ, համաձայնելով Անկորիջում քննարկված փոխզիջումներին։ Այս ֆոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահին, առաջարկելով դադարեցնել հակամարտությունը եւ խաղաղ բանակցություններ սկսել չեզոք երկրներից մեկում։ Պուտինին զեկուցել են Զելենսկիի նամակի մասին։ Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային աջակցության նոր փաթեթին։ Օրինագիծը դեռ պետք է քննարկվի եւ հաստատվի Սենատի կողմից։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ նաև ռազմաճակատից հեռու Ռուսաստանի տարածքում։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալով այսօր Մոսկվայի մարզում խոցվել է 6 ուկրաինական ԱԹՍ։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, երկրի տարբեր շրջաներում ոչնչացվել է 123 ուկրաինական ԱԹՍ։ Կիևը հայտնում է Զապորոժիեի վրա ռուսական հարվածների մասին։ Վիրավորվել է 16 մարդ, այդ թվում 9-ամյա աղջիկ։ Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 ադրբեջանցի նավաստի է զոհվել։ ԱԹՍ-ները հարձակվել են Թուրքիայից Դոնի Ռոստով ընթացող բեռնատար նավերի վրա, որոնք օտարերկրյա դրոշներով էին։ Ադրբեջանական լրատվամիջոցները չեն հստակեցնում մահաբեր դրոնները ուկրաինական էին, թե ռուսական։ Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ռումինիայի Կոստանցա նավահանգստում։ Ըստ Ռումինիայի պաշտպանության նախարարության ծովային անօդաչու թռչող սարքը ենթադրաբար ուկրաինական ծագում ուներ։ Չնայած ռազմաճակատում ընթացող ծանր մարտերին, Պուտինը չի բացառել պատերազմի ավարտի հնարավորությունը։ Հարցին, թե ինչ կասեր Զելենսկիին հակամարտության ավարտից հետո, կարճ է պատասխանել։ Փառք Աստծո, որ ամեն ինչ ավարտվեց։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։